Բարև ձեզ, Բուն TV եթերում հավատում եմ, չեմ հավատում, մեդիագրագիտության խաղն է։ Ես Նանե Մանասյանն եմ, փաստեր ստուգող լրագրող։ Մեր խաղի մասնակիցները լսելու են լուրեր տեղական եւ միջազգային լրահոսից, որոնք կարող են լինել ճիշտ կամ սխալ եւ պետք է պարզապես պատասխանեն, հավատում են դրան, թե չեն հավատում։ Եվ մեր երկրորդ թողարկման հյուրն է դերասան բլոգեր Նորա Նիկոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Նանե ջան։ Շնորհակալություն, որ հյուրընկալվել եք, հետևել եք մեր առաջին թողարկմանը։ Այո, տեսել եմ Հայկն էր հյուրը, չէ՞, ֆիքսել եմ եւ եկել եմ Հայկի միավորները գերազանցելու։ Այո, Հայկը վաստակել էր 12 միավոր եւ հուսով եմ ձեզ համար դժվար չի լինի գերազանցել արդյունքները։ Ես 16, հնարավոր 15-ից։ Շատ լավ։ Եվ ներկայացնում խաղի կանոնները, հնչելու է 5 հարց, ինչպես ասացի, լուրի տեսքով։ Դուք պետք է պատասխանեք, հավատում եք դրան, թե չեք հավատում, եւ յուրաքանչյուր ճիշտ պատասխան ձեզ բերելու է համապատասխան թվով միավորներ։ Օրինակ, առաջին հարցը բարդության ամենահեշտ մակարդակն ունի եւ վաստակելու եք 1 միավոր։ Երկրորդ հարցի դեպքում արդեն 2 միավոր եւ այդպես մինչեւ 5-րդ հարցը, ընդհանուր առմամբ հավաքելով 15 միավոր։ Թույն։ Ահա, պատրաստ եք։ Իհարկե։ Շատ լավ, ուրեմն սկսենք խաղը։ Դուք Էփշթեյնի ֆայլերի ամբողջ այդ սկանդալին հետևում եք, հետաքրքիր է ձեզ։ Լուրեր հասել են, տենց տեսել եմ, բայց ամբողջ սկանդալին չեմ տիրապետում։ Գիտեմ ով է ու ինչ էր պատտվում իր անձի շուրջ։ Մեր հարցը վերաբերում է նրան եւ մի փոքր հայկական թեմատիկա ունի։ Ուշադրություն, կարդում եմ լուրը։ Համաձայն Էփշթեյնի ֆայլերի Նիկոլ Փաշինյանը Բիլ Գեյթսի եւ Իլոն Մասկի հետ գործարկել է շահութաբեր հարթակ եւ լուրջ գումարներ է վաստակել։ Չէ, վստահ եմ, որ չի կարես ճիշտ լինի։ Տեսնում եք լուրի սկրինշոթը, Armen Press-ն է լուրի հեղինակը, պետական գործակալություն։ Այսպես official legend, հա? Չէ։ Ես կարա պրոստը գրեի ինչ է, ասեն սկրինշոթ անեին, սարքեին։ Մանավանդ Էփշթեյնի նկարն է դիտաղալուց դա շատ դրած։ Закрытый хажетах водил Эпштейн всплывает имя Никола Пашиняна. Չէ, վստահ եմ, որ չի լինի։ Գիտեմ, որ Պուտինի մասին կար ինչ-որ մի 500-ից ավել բառ իր նամակներում, բայց դե Փաշինյանը ինձ թվում է այդ ժամանակ շուտվա պատմություն չի եղել այդ ֆայլերը։ Մոտ տենց 20 թվից 2010 թվականին Էփշթեյնը ինքնասպանություն է գործել, այսինքն 19-ը 19-ը։ Դժվար ինչ-որ Հայաստանից պատգամավորի մասին տենց ֆայլեր ունենար։ Սա ճիշտ պատասխանն է։ Այո, լուրը կեղծ է եւ տարբեր բաներ կային իհարկե, որոնք հուշեցին լուրի կեղծ լինելու մասին։ Ճիշտ նկատեցիք, որ Էփշթեյնին վերագրվող հանցագործությունները տեղի են ունեցել բոլորովին այլ ժամանակահատվածում եւ Armen Press-ի մասին ինչը ձեզ հատկապես օրինակ հուշեց, որ սա կարող է լինել կեղծ, բացի սկրինշոթը։ Օրինակ դոմեյնին ուշադրություն դարձրեցիք։ Ես դոմեյնին էի նայում, որ Armen Press-ի էջը չէր։ Շատ լավ, եւ մեր հեռուստադիտողների համար էլ նաեւ ասենք, որ կարող է թվալ, որ արժանահավատ աղբյուր է, մեծ ծանոթ արժանահավատ աղբյուր, սակայն երբ նայենք դոմեյնին, կտեսնենք, որ տարբերություն կա իրական լրատվամիջոցի եւ կեղծ նմանակայքի միջեւ։ Ես պապիկիս եմ միշտ այս խորհուրդը տալիս, նաեւ հանդիսատեսին ասեմ, որ կարող մի տարի տարբերությամբ նաեւ Armen, չգիտեմ, Press մի տարով լինի այդսա, եւ դա նույնպես լինի fake, այլ ոչ թե հենց Armen Press-ի official edge-ը։ Ավելին ասեմ, որ այդ տեղեկատվական հնարքը կոչվում է doppelganger, գերմաներենից թարգմանաբար նշանակում է նմանակ մարդ, բայց արդեն թվային հարթակում օգտագործվում է որպես նմանակ կեղծ կայք։ Վերցնում են ինտերֆեյսը, դոմեյնը, նմանակում են եւ այդպիսով տարածում կեղծ լուրեր։ Հետաքրքիր է, կօգտագործեն։ Վաստակեցիք 1 միավոր, նորը եւ շարժվում ենք առաջ, հարց համար 2։ Կարդում եմ լուրը։ Ռուսաստանում դեռահասները գտել են 80,000 ԱՄՆ դոլար, մի մասը այրել են, մյուսն էլ բաժանել իրար մեջ։ Դե լավ է, բայց ես ուր է այս նյութը չկա, այս նյութից սկրինշոթ, այս ուղղակի լուր է։ Սա լուր է, որը տարածել են ռուսաստանյան աղբյուրները, այո։ Ես պետք է հասկանամ, ես չգիտեի, որ այսպես հարցեր է լինելու։ Տեսեք, Ռուսաստանում դեռահասները գտել են 80,000 ԱՄՆ դոլար, մի մասն այրել են, մյուսն էլ բաժանել են, կարային վախից այրեին դեռահասները, բաժանել միմյանց միջև, բայց չեմ ուզում հավատամ, գտել են 80,000 դոլար։ Չգիտեմ։ Մի փոքր հուշեմ, որ լուրը տարածել են բոլոր ռուսաստանյան աղբյուրները եւ մեծ տարածում ու հիացմունք կամ զարմանք է պատճառել լսարանին լուրը։ Բոլոր, բայց իրանց official լրատվականները։ Այո։ Դե դեպքում պետք է ճիշտ լինի։ Մի վարքան ասում։ Դե լավ, եկեք այս մեկը ասենք սուտ, все-таки։
ասենք սուտ։ Որտեվ դե քեն այրին, մնացածը քեն բաժանել իրենց միջև։ Ձեր վերջնական պատասխանը ճիշտ է։ Անսպասելի շրջադարձ է։ Չգիտեմ, էսի շատ կարար համ լիներ, համ չլիներ։ Հիմա կողմնորոշվում ենք վերջնական։ Բոլոր լրատվականները իսկ հեռուստատեսությամբ ասել են այս ինֆորմացիան տեղյակ ենք այդ։ Ռուսաստանյան հեռուստատեսությունները մշտադիտարկման չեմ ենթարկել, բայց այն աղբյուրները, որոնք պետք էր մշտադիտարկման ենթարկելու հասկանալու համար։ Իսկ աղբյուր գրած էր, աղբյուրը էսի շտեղից։ REN TV, օրինակ։ REN TV։ Իսկ REN TV-ն ինչ ինֆորմացիաներ է տալիս։ Բոլորը կարող են սխալվել։ Լրագրողները նույնպես։ Սենց ինֆորմացիա ունի։ Ես միշտ ChatGPT-ն եմ հարցնում։ ChatGPT-ն էլ վստահելի տեղեկատվական աղբյուր չի։ Մենք նույնպես սխալվում եմ։ Հա։ Okay։ Արեք ասենք REN TV։ Արեք ասենք, ես էլ չենք հավատում։ Վերջ։ Չգիտեմ։ Լավ, ընդունում եմ ձեր պատասխանը։ Okay, всё, չեք հավատում։ Այս լուրը համապատասխանում էր իրականությանը, այո։ Ոնց, խին այրել։ Իսկ ավելի մանրամասն ինֆորմացիա կա։ Քանի որ հստակ չեն նշում աղբյուրները թիվը, հակասական թվեր են, մեկը ասում է 80000, մյուսը 90000, բայց լուրը համապատասխանում է իրականությանը, այսինքն դեպքը տեղի ունեցել եւ շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե որքան մասն է գումարի այրվել, որքանն են բաժանել երիտասարդները իրենց միջև, ինչ որ սկանդալ է նախորդել դրան, դուստրը վիճել է մոր հետ եւ գումարները, ըստ էության այդքան կանխիկ գումարը, այո, պատվանից դուրս։ Վաու։ Այս դերասներն էլ ինձ թվում է Պաբլո Էսկոբարի ֆոնին, տես որոշել վառեն տականան։ Ես անկեղծ ասեմ, իմ խնդիրը այն է, որ ես ոչ մի ռուսական պաշտոնական ալիք չգիտեմ։ Հիմա որ ասեք օրինակ 10-ն ասել կամ չգիտեմ Ռոստիվին, չեմ հասկանա այդ օֆիցիալ լրատվականը թե չէ։ Դրանք պոպուլյար են Հայաստանում։ Հա, չգիտեմ, չէ, անկեղծ։ Ցավոք կորցրեցիք 2 միավոր։ Ոչինչ, շանս կա դեռ։ Եվ ցավոք գումարի մի մասն էլ այրված է։ Բայց անցնենք երրորդ հարցին։ Գնացինք։ InfoHub Facebook-յան էջը տեղեկություն է հրապարակել, համաձայն որի Հայաստանում կթույլատրվի տաքսի ծառայություն մատուցել բացառապես էլեկտրական մեքենաներով։ Այս հարցի ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք 3 միավոր։ Որի հում կթույլատրվի ծառայություն մատուցել։ Այս առանց ժամկետի թե երբ 2027 թվականից։ Չէ, հաստատ սուտ է։ Կառավարությունը բազմաթիվ արտոնություններ է տրամադրում էլեկտրական մեքենաներ ներկրողներին։ Բայց դες Խթանում է։ Էս էլ խանգարում է մյուսներին, ովքեր էլեկտրական չունեն։ Բայց նաև մենք գիտենք, որ Երևանի օդը շատ կեղտոտ է ու մեքենաների արտանետումները մեծ դեր ունեն դրա մեջ։ Հա, համաձայն եմ, բայց ասի շատ sense միանգամից թիրախավորում է մնացած տաքսիներին, որոնք կարծում եմ մոտ 80-85%-ն են կազմելու տաքսիների, մեքենաների, ու sense միանգամից չէին կարա sense բանանային։ Կարան ինչ-որ արտոնություն տան հարկից ազատեն, չգիտեմ, որ իրանք են հարկ վճարում, բայց ոնց որ օրինակ Կարմիրից չեն վճարում։ Հետո ՀՀ-ում կթույլատրի տաքսիծառայություն բացառապես էլեկտրական մեքենաներին, այս չէ, հաստատ կիմանայինք, կամ ազգային ժողովում կքննարկեին այս հարցը, որը տենց կպտտվեր գոնե ռիլերով։ Այս մտածում սուտ է։ Ասում եք ռիլերով կպտտվեր, ռիլերով պտտվել է արդեն, եւ այս ռիլը մոտ 1 միլիոն դիտում է հավաքել։ Սենց ինֆոն է պրոստը։ Ուղղակի ինֆոն է սենց երևում։ Հա չէ, դա օքեյ չի։ Ես օրինակ որ ինչ-որ տեսնում եմ Թրամփը ասել է այս ինչ բան է, մանավանդ թարգմանած, հաստատ մի հատ իր էջով կամ այդ գտնում եմ այդ տեքստը, որ ինքը իր, այսպես ասած, իր բերանով ասում է այդ ամեն ինչը։ Այս էլ պետք է գտնեի ազգային ժողովից հատված, որտեղ ինչ-որ падգամավոր ասում է ու ընդունում են այս օրինագիծը։ Մի խոսքով չեք հավատում։ Չէ, չէ։ Եվ սա ճիշտ պատասխանն է։ Ուրա! Վաստակեցիք 3 միավոր։ Այո, այստեղ լուրի սկզբում գրված էր, որ InfoHub Facebook-յան էջն է տարածել, եւ եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողների համար էլ կրկնենք, որ այո, Facebook-յան էջերը այսպիսի կարևոր տեղեկությունների արժանահավատ աղբյուր չեն կարող լինել, եթե այսպիսի լուր են տեսնում, պետք է կամ գնան փնտրեն կառավարության կայքում պաշտոնական որևէ տեղեկատվություն, իդրաֆթում փնտրեն, որտեղ նախագծեր են շրջանառում ազգային ժողովում եւ այլն։ Շատ լավ նորը, ունենք 4 միավոր, առջևում ունենք 2 հարց, որոնք շատ ավելի բարդ են։ Որից 9-ը կարող եմ ձեռք բերել եւ դառնում 13։ Այո։ Եվ 4-րդ հարցը, որը վերաբերում է էներգետիկ ոլորտին, ատոմակայաններին։ Մեր ատոմակայանն է վերաբերվում, ուշադրություն կարդում եմ։ Հայաստանը փակելու է Մեծամորի ատոմակայանը։ Հավատում եք այս լուրին։
անժամկետ սենց ուղղակի նյութ է, Հայաստանը փակելու է, Հայաստանը էնել, հա, պետությունը, հա։ 2036 թվականին օրինակ փակելու է։ Չկա որ կառավարության որոշմամբ, ոչ ինֆորմացիա չկա, Հայաստանը փակելու է։ Կառավարության որոշմամբ։ Նյութը որտեղից է, իսկ գիտենք։ Ուրեմն կան պաշտոնական հայտարարություններ։ Պաշտոնական Հիմա հայտարարություն։ ուզում եք ստուգել լուրը, fact checking-ով եք զբաղվում ու ինձ ձեր հմտությունները հաճելիորեն զարմացնում են։ Հայաստանը փակելու է, Հայաստանը շատ լավ հնչում, Հայաստանը փակելու է, ոնց որ այնն ուրիշ պետություններ։ Չէ, այս լուրը քննարկման կարող է ենթակա լինի, բայց Հայաստանը փակելու է Մեծամորի ատոմակայանը սուտ է։ Հայաստանի կառավարությունը քննարկում է փակել, քննարկում է դադարեցնել, կանգնեցնել ժամանակավորապես ինչ-որ տենց կարող լինի։ Ինձ այս ինֆորմացիայի լակոնիկությունն է խանգարում նաև, որտեվ ինչ-որ տաքսիստի հենց նոր ասած ինֆո է, էլի, երբ այդ իմացար Հայաստանը փակում է Մեծամորի ատոմակայանը։ Բայց որ sense ինֆոն կոնկրետ ունենամ, փաստերով բան որոշվեց, այսքան կողմ, այսքան դեմ որ փակվի, կամ ասենք իմանանք, որ ինչ-որ էկոակտիվիստներ են բողոք արել, այդ ինչ-որ տարածվեր, դրանից հետո որոշվեր։ Չգիտեմ։ Լավ, հիմքեր չկան ատոմակայանը փակելու։ Հիմքեր շատ կան, իհարկե, օդի աղտոտվածություն կլինի կամ կարող ոչ արդյունավետ։ Օդի աղտոտվածությունը միֆ է։ Փակելն էլ է մի քիչ իմ համար թուրքական թեզ է օդի աղտոտվածությունը ավելի շատ, այո։ Դե քամին իրանց մոտ էլ հենց տանում է, ես գիտեմ, որ օդի աղտոտվածության բա դրա համար իրանք ասում որ չգիտեմ։ Իրենց մոտ օդի աղտոտվածությունը բոլորովին այլ պատճառներ ունի, այո, այդ շրջաններում, Իգդիրում, սահմանամերձ շրջաններում։ Հայաստանը փակելու է Մեծամորի ատոմակայանը։ Ես չեմ ուզում հավատամ այս ինֆորմացիային, սենց ոնց որ տեսնում եմ։ Սենց տնայք ուղղակի թերթեյք, ասեի, հերթական ինչ-որ բան է։ Բայց եթե ասում եմ կախվածա թե ով է տեղադրել։ Այս Facebook-ում է տարածվել այս ինֆորմացիան։ Այս ինֆորմացիան ամփոփում է լրահոսում առկա բազմաթիվ տեղեկատվական հոսքերը եւ դրանք բյուրեղացվել են եւ ամփոփվել են այսպես փոքրիկ նախադասության մեջ։ Հասկացա։ Իսկ դրանց մեջ հայկական վստահելի լրատվականները կան։ Այո։ Այս լրիվ ուրիշ կողմը հարցի, եթե ինքը ուղղակի տենց ամփոփում է, բայց ես գիտեմ որ ինչքան է փակեն, ինքը շատ երկար ժամանակ պետքա չեն կարա մի անգամ վաղ ուղղակի որոշեն փակել։ Դատարանային շահագործումը փակել ասվածը դա նկատի ունի։ Okay, այտենց կարամ հավատամ, որ հայկական մանավանդ հայկական լրատվականներ վստահելի ու այդ աղբյուրներից է կարճացրած դրա համար ասենց կարճ թվում ինֆորմացիան տենց կարելի է հավատալ։ Այն որ փակելու են, գիտեմ որ ուզում են քննարկում էին, մի խոսքով եկեք հավատանք։ Որ դադարեցնեն շահագործումը։ Հա, այդ դեպքում մենք ինչ անենք։ Մեր տաղավարը ինչպես լուսավորվի դուք ձեր Չէ, ունենք լուսավորման Instagram-յան էջը ինչպես վարեք, ունենք ջեկեր, ունենք արևային էներգիա։ Կարող է անցնում են կատարում դրան, որովհետև իրականում մի պահ որ շինարարություն էր ատոմակայանում, մենք ունենք հոսանք։ Այսինքն այս չի որ լույսերը կանջատվի միանգամից, ուղղակի պետք է ժամանակ գնալ այլընտրանքային եղանակների։ Գալով պատասխանին։ Ես իմ համար մեծ շոկ էր, որ իմանամ, հա, ինքը շատ լուրջ լուր է, էլի, պետք է իմացած լինեի, եթե սենց մեծ բան որոշված լիներ Հայաստանը փակելու Մեծամորի ատոմակայանը։ Ինձ թվում է տեսած կլինեի։ Ոնց է լինի ինձ ինչ-որ մի ինչքան է որ չեմ հետևում լրատվականներին, բայց ոնց է լիներ ինչ-որ ֆիդում կերև արել էս ինֆորմացիան, եկեք չգիտեմ։ Էս էլ համ չէ, բայց ասում ենք հա, որովհետև եթե ասում եք, որ մի քանի աղբյուրներից ամփոփած ինֆորմացիա է ու ինչ-որ մի օր կարա պարզափակվի, եկեք ասենք հա, փակվելու է։ Անժամ, չգիտենք երբ։ Հայաստանը փակելու է Մեծամորի ատոմակայանը, ասենք 2050 թվականին կարող է։ Չէ՞, տենց է ինֆորմացիան։ Հավատում եք։ Ինֆորմացիային հավատում եք։ Հայաստանը փակելու է Մեծամորի ատոմակայանը։ Չէ, լավ, չենք հավատում, всё։ Okay, վերջնական պատասխանն է չենք հավատում։ Եվ սա սխալ պատասխան է, պետք է հավատայիք։ Հայաստանը փակում է Մեծամորի ատոմակայանը, դուք շատ մեծ կոնտեքստ տվեցիք, բայց այդ կոնտեքստում մի կարևոր բան բաց թողեցիք, որ դրա փոխարեն Հայաստանը պատրաստվում է կառուցել նոր ատոմակայան, մոդուլային ատոմակայան։ Այս ինֆորմացիան չգիտեի։ Իսկ որտեղ, այսինքն տարածք են տեղափոխում Մեծամորից տանեն ուրիշ տեղ։ Տարածքը լոկացիան դեռևս որոշված չէ, բայց Հայաստանը ունի ռազմավարական որոշում եւ դրա մասին պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ կառուցվելու է մոդուլային ատոմակայան։ Եվ հետաքրքիր է, որ սա Հայաստանի
ամենաօրակարգային հարցերից մեկն է, որի վերաբերյալ կան տարբեր տեղեկատվական հոսքեր, բայց Հայաստանը մտադիր է առանց ատամակայան չմնալ։ Օրինակ այն ինֆորմացիան էր, որ մի 3 հատ էլ տեսնեի, մեկը կգնայի որ ստուգեի, այսինքն մանավանդ որ մի քիչ ինֆորմացիան sense թեր հավատորեն եմ նայում, հաստատ պետք էր պարտադիր ստուգել ինչ-որ աղբյուրներից, բայց զարմացա։ Չնայած 4 միավոր կորցրեցիք, բայց փաստեր ստուգողների տեսակետից հիանալի էր, որ փորձեցիք համատեքստը հասկանալ, այո, այս լուրը ինչ որ առումով կտրված էր համատեքստից ու դրանում էր դրա շփոթեցնող էությունը, բայց եթե տեսած լինեիք, հանդիպած լինեիք տեղեկատվություն, որ սրան փակելուն զուգահեռ նորատամակայան կլիներ, հնարավոր է, որովհետև սրա հական տեսել էի, որ ուզում են, չէ, ոնց կարելի է փակել բան, իհարկե չենք փակելուն, տենց ինչ-որ տեսել էի քննարկում, եթե չեմ սխալվում։ Բայց որ փակելու են, իմացեք որ փակելու են, ես չգիտեի։ Այս արդեն վերջնական հաստատված։ Վերաբացելու են, չէ՞ կարելի ասել։ Այո, նոր ատոմակայան հուսով ենք կունենանք։ Ահա, հետաքրքիր է։ Հարցերը բարթանում են։ Վերջի հարցն ենք, չէ՞ ասել։ Այո, 5-րդ հարցը։ Գնացինք։ Վերաբերվում է թոշակառուներին եւ բիզնեսին։ Հուսով եմ տնտեսագիտությամբ, տնտեսական ոլորտով հետաքրքրվում եք։ Նաեւ դրա վերաբերյալ, այո, նաեւ դրա վերաբերյալ քաղաքական հայտարարություններով, հատկապես որ օրինակ մեր վարչապետն ասաց, որ թոշակառուների 63+-ը թոշակի անցնելու տարիք չէ, այլ բիզնեսով զբաղվելու տարիք է։ Հիմա հասկանանք ինչպիսին է իրականությունը։ Կարդում եմ 5-րդ հարցը, որը կբերի ձեզ 5 միավոր ճիշտ պատասխանի դեպքում։ Հայաստանում բիզնեսով զբաղվող թոշակառուների թիվը կազմում է թոշակառուների ընդհանուր թվի մոտ 30%-ը։ Բիզնեսով զբաղվող թոշակառուների թիվը կազմում է ընդհանուր թվի։ Այսինքն 30% թոշակառու կա, որը զբաղվում է բիզնեսով։ Մեծ թիվ է ինձ թվում է։ Իսկ ասենք օրինակ հիմա պապիկս ԱԶ ունի, դա էլ համարվում չէ բիզնեսով զբաղվել, չնայած որ շրջանառություններ որ չանի, համարվում է մեկը բիզնեսով զբաղվել։ Դա կախված է կարգավիճակից։ Դե դադարեցված չի, ասենք ինչ որ պահի։ Հնարավոր է դա մտնի վիճակագրության մեջ։ Բայց 30%-ը շատ մեծ թիվ է։ Ես 10-ից 15-ին կհավատայի։ 30-ը թոշակառուները մանավանդ քանակ չգիտեմ, բայց պարզ է որ բավականին շատ են։ 300,000-ից ավելի։ 100,000 63+ բիզնեսմեն։ Չէ, այս ինֆորմացիային չեմ հավատա հաստատ։ Շատ ամեծ թիվ է։ Եվ սա ճիշտ պատասխանն է։ Այո, այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ըստ ԱՎԾ-ի տվյալների։ Ես բայց ավելի հեշտ հարցեր։ Նո, ուրեմն ձեր բախտը բերեց։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների 30% աշխատող թոշակառու կա, այսինքն դրանք ներգրաված են մասնավոր պետական ոլորտներում որպես գրանցված աշխատող, իսկ գաղափար ունեք բիզնեսով զբաղվող թոշակառուները քանի տոկոս կլինեն։ Ես ասացի 10-ից 15 այդ մաքսիմում կլինի, բայց դա շատ մեծ թիվ է մենի ասում։ Ընդամենը 3%։ Հա, հաստատ 3%, կարող է մինչև 5, 2%-ը գրանցված չլինի։ Հավաքեցիք 9 միավոր նորայր, այս պահին երկրորդ տեղում եք, ինչը էլի շատ լավ արդյունք է, այո, եւ մի փոքրիկ նվեր ունենք ձեզ հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններից Սարգիս Հովսեփյանի Հանդարտություն վեպը։ Օ, հետաքրքիր է։ Շնորհակալ եմ շատ։ Անպայման կկարդամ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն մասնակցության համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Դե ինչ, Բուն TV-ի եթերում հավատում եմ, չեմ հավատում, մեդիագրագիտության խաղն էր։ Ես Նանե Մանասյանն եմ, փաստեր ստուգող լրագրող։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։